Կրեմլի խոսնակը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևան և Բաքու Միացյալ Նահանգների փոխնախագահի այցերին, հայտարարել Հայաստանն ու Ադրբեջանը որպես ինքնիշխան պետություններ իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել հարցին, արդյոք Մոսկվան մտահոգված է հարավկովկասյան երկրների և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցությամբ։ Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և Բաքվի և Երևանի հետ։ Իհարկե մտադիր ենք ավելի զարգացնել շփումները մեր գործընկերների հետ, հավելել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ԵԱՏՄ-ի դերն էլ Հայաստանի տնտեսական արագ զարգացման գործում ակնհայտ է։ Ըստ նրա դժվար թե որևէ մեկը վիճարկի դա։ Պեսկովը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը աշխարհի ամենաառաջադեմ երկիրն է ատոմային էներգիայի ոլորտում, ավելի մեծ կարողություններ ունի և ավելի մրցունակ է։ Հայաստանում կան խորհրդային և ռուսական նախագծման հին օբյեկտներ, այստեղ Ռուսաստանն ավելի մեծ փորձ ունի։ Մենք ի վիճակի ենք ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիներին ավելի քիչ գումարով, շարունակել է ռուս պաշտոնյան։ Նրա խոսքով Մոսկվան մտադիր է զարգացնել փոխշահավետ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, այդ թվում ներդրումների և մշակութային ոլորտներում։ Թուրքիան չի ձգտում միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին կամ փոխել այն, Անկարայի նպատակն է նպաստել խաղաղությանը և բարիդրացիությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանի խոսքով թուրքական իշխանությունները հանդես են գալիս համատեղ ջանքերի օգտին հանուն ընդհանուր ապագայի։ Մենք բարեկամ, հարևան երկրներին մաղթում ենք նույնը, ինչ Թուրքիային։ Մենք խոսում ենք խաղաղության և ընդհանուր զարգացման մասին, շեշտել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Անկարան միայնակ չի թողնի նաև Սիրիային։ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Հորդանանի հետ քայլեր կձեռնարկենք Սիրիայում կայունությունն ամրապնդելու համար, շեշտել է Թուրքիայի նախագահը։ Իրանում երթեր են նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին։ Դրանց մասնակցել են նաև Իրանի նախագահը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ։ Միջոցառումների ընթացքում ցուցադրվել է ռազմական տեխնիկա։ Աբբաս Արաղչին մեկնաբանելով Վաշինգտոնի պահանջը, որ Իրանը պետք է հրաժարվի հրթիռային ծրագրից, հայտարարել է. «Նման բան չի լինի»։ Նա հավելել է. «Ամերիկյան կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլի ժամկետները դեռ հայտնի չեն»։ Մասուդ Փեզեշքյանն էլ հավատացրել է, որ Թեհրանը չի ցանկանում միջուկային զենք ստանալ, ինչպես հայտարարում է Վաշինգտոնը։ Իրանի նախագահը շեշտել է, պատրաստ են միջուկային օբյեկտներում ցանկացած ստուգումների։ Նաև ըստ նրա Միացյալ Նահանգներն ու Եվրոպան իրենց գործողություններով ու հայտարարություններով անվստահության բարձր պատ են ստեղծել, որը խանգարում է բանակցություններում արդյունքի հասնել։ Փեզեշքյանը հավելել է. «Պատրաստ են երկխոսության, սակայն Իրանի կարմիր գծերը պետք է հաշվի առնվեն»։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը շարունակում է նավթ ներմուծել Ռուսաստանից, բայց արդեն շատ փոքր քանակությամբ։ Նրանք էականորեն կրճատել են մատակարարումները, ես պարզապես մի փոքր ուղղորդել եմ նրանց, ասել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նյու Դելհին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Վենեսուելայից։ Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է առևտրային համաձայնագրի մասին, որով Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։ Նարենդրա Մոդին հաստատել է մաքսատուրքերի մասին հայտարարությունը, սակայն չի մեկնաբանել ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ պնդումը։ Մոսկվայից էլ հայտարարել են, որ հնդկական կողմից դեռ որևէ հայտարարություն չեն լսել ռուսական մատակարարումները դադարեցնելու մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։